Բոլորիս կողմից շատ սիրված ու հարգված, տաղանդավոր երգչուհի և պարզապես մեծատառով մարդ Տաթև Ասատրյանը բացառիկ հարցազրույց է տվել Մհեր Բաղդասարյանին, որտեղ խոսել է իր կյանքի մանկության ամենաբարդ և ծանր փուլերի մասին, որոնցից հանրությունը տեղյակ չէ։ Նրա հարցազրույցը ստացվել է շատ հուզիչ, ինչու չէ նաև սկանդալային և անչափ հետաքրքիր։ Տաթևը չնայած իր մանկության դժվարություններին երբեք չի չարացել և մնացել է այն նույն բարի և մաքուր աղջիկը, որ եղել է։ Ես մեծացել եմ իսկական հայկական ընտանիքում, որտեղ ապրել ենք ես, մայրս, տատս, պապս, երեխաներն ու թոռները։ Պապս խորթ էր, տատս մեր ընտանիքի լիդերն էր, ինքն էր տան գլուխը։ Տատիցս հետո ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ։ Ես 8 տարեկան էի, պատահական ավտովթարից տատս մահացավ, և ես ու մայրս մնացինք մենակ։ Այնպես ստացվեց, որ մեզ այդ տանից դուրս հանեցին։ Ես կարծում եմ, խորթ լինելը կապ ուներ, ու այս դեպքում խորթը մենք էինք։ Մայրս կորցրեց իրեն, հիվանդացավ։ Նա այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։ Ես հաց կերել եմ, թե ոչ, դպրոց գնալուց ինչ պիտի հագնեմ և այլն։ Ընդհանրապես չէր մտածում ոչ մի բանի մասին։ 12 տարի դպրոց եմ գնացել, բայց մայրս այդպես էլ ոչ մի անգամ չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց այդ ցավով, պատմել է երգչուհի Տաթև Ասատրյանը։ Ես և տատիս կորցրի, և մորս։ Այդ ամբողջ մտածմունքներն ու հոգսը մնացին իմ ուսերին, այդպես էլ մեծացա։ Հորս երբեք չեմ հանդիպել, գիտեմ, որ ընտանիք ունի, առողջ է։ Երբեք նրան տեսնելու ցանկություն չի եղել։ Երևի նրանից է, որ մայրս ինձ այս աշխարհում բոլորի փոխարեն է սիրել, հոր կարիք երբեք չեմ զգացել։ 6 ամիս ապրել եմ հիվանդանոցում։ Ես ցերեկները սովորում էի, գիշերներն էլ մայրիկիս էի խնամում։ Մեկը չկար հարազատներից կողքից, որ գոնե մի քանի ժամով գնայի տուն, տեղի հարց լուծեի, մեր հագուստները լվանայի և այլն։ Հիվանդանոցի միջանցքից ոչ մի տեղ չէի կարողանում գնալ, մայրս արդեն բարդ բնավորություն էր ձևավորել ու մենակ չէր կարողանում մնալ։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների տան դռները փակ էին իմ առաջ։ Ու երբ մորս աչքերը փակեցի, այդ օրը ես փակեցի իմ դուռը նրանց առաջ, որովհետև այլևս ավելի թանկ մարդ չունեի կորցնելու, քան մայրս էր։ Աստված մորս ինձանից տարավ, բայց փոխարենն ինձ տվեց ինձ սիրող մի ամբողջ ժողովուրդ, ովքեր իմ ծնողների բաց թողածը լրացրել են։ Ես երբեք չեմ չարացել կամ բողոքել իմ կյանքից, չեմ կոտրվել, հավատացել եմ, որ հաստատ գալու է այդ օրը։ Մայրս իր ամբողջ կյանքը դրել է իմ վրա, որ ես երգեմ։ Մայրս հիվանդագին էր զբաղվում դրանով, չնայած վերջին տարիներին չէր ուզում, որ երգեմ, ուզում էր, որ ուղղակի իր կողքին լինեմ։ Վերջին օրերն անցկացրել ենք հանրապետական հիվանդանոցում։ Այնտեղ պայմաններից բացի նաև վերաբերմունքն էր վատ հիվանդների նկատմամբ։ Այն ժամանակ շատ վատ էին վերաբերվում պետպատվերով բուժվող հիվանդներին։ Վերջին օրերին մայրս ասաց. «Էլ չեմ ուզում այստեղ մնալ, ինձ տար տուն»։ Գնացինք տուն, ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասաց. «Ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես։ Ես հանգիստ եմ, որ քեզ ուժեղ աղջիկ եմ մեծացրել»։ Ես սովորում էի երգի պետական թատրոնում, Նարեկի հետ այնտեղ եմ ծանոթացել։ Այդ ժամանակ մայրս արդեն հիվանդանոցում բուժում էր ստանում։ Դասերից հետո, որ Նարեկն ինձ պետք է տուն տաներ, ասում էի. «Ինձ իջացրու հիվանդանոց, մորս տեսնեմ, հետո ես կգնամ տուն», բայց տուն չունեի։ Ես այդտեղ էլ ապրում էի ու ամեն ինչ անում էի, որ հանկարծ Նարեկը դրա մասին չիմանար։ Նոր էինք շփվում իրար հետ, ամաչում էի պատմել։ Նարեկն ինձ առաջին հերթին գրավեց որպես մարդ։ Ինձ այս կյանքում ոչ ոք ոչնչով չի կարող զարմացնել, ոչ իր ունեցածով, ոչ էլ անունով։ Ես մարդուց կարող եմ տպավորվել միայն իր մարդ լինելու համար։ Մարդն ինձ կարող է զարմացնել միայն մարդ լինելով, ուրիշ ոչ մի բանով։ Նարեկը շատ լավ մարդ է։ Ամենակարևոր բանը, որ մարդ պիտի իր մեջ ունենա, դա խիղճն է։
Կարևոր չի երեխա ունենալուց տղաք ունենաս, թե աղջիկ, երեխատ պիտի խիղճ ունենա։ Ճիշտ որոշում էր, որ Նարեկն իմ կյանքում պիտի լիներ։ Խոսելով իր ամուսնու եւ իր պրոդյուսեր Նարեկ Ստամբոլցյանի մասին, եզրափակել է երգչուհի Տաթև Ասատրյանը։ Հարգելի հետևորդներ, իսկ դուք արդյոք սիրում եք Տաթև Ասատրյան երգչուհուն եւ հատկապես որ երգն է ձեր սիրելին նրա երգացանկից։ Գրեք մեկնաբանություն։